Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Սաքոն գնում է գյուղ, իբր հանգստացնելու Քաջիկին, զրույցը վերահսկելու, բայց իրավիճակը ստացվում է լրիվ հակառակը։ Քաջիկը սկսում է խոսել, նրա խոսքերը ծանր են, կշռադատված ու անվիճելի։ Ասում է, որ իրականում ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Կարոն չփորձեր Արփիին բռնությամբ իրենը դարձնել։ Ասում է, որ Հայկը մեղավոր չէր, որ Արփին սիրում էր նրան ու ընտրել էր հենց իրեն, ու որ Կարոն չհամակերպվեց այդ իրականության հետ ու իր մեծամտությամբ ամեն ինչ կործանեց։ Սաքոն լուռ է, փորձում է ինչ-որ կերպ հակադարձել, բայց չի ստացվում։ Քաջիկը շարունակում է, ասում է, որ Հայկը դարձավ զոհ իրենց բոլորի սխալների պատճառով։ Բայց իրական ցնցումը գալիս է այն ժամանակ, երբ Քաջիկը հիշեցնում է Սաքոյին մի մոռացված փաստ։ Տարիներ առաջ, երբ դատավարությունն էր ընթանում, Նարեն գնացել էր իրենց տուն ու լաց լինելով աղաչել էր իրեն ներկայանալ դատարանում ու ասել ճշմարտությունը, որ Կարոն, Սաքոյի որդին, բռնությամբ էր փախցրել աղջկան ու հենց Կարոն էր ձոր գցել աղջկան։ Սաքոն քարանում է։ Նա ոչ միայն ցնցված է այդ փաստից, այլ նաև սարսափած։ Նարեն, իր դուստրը, որդու մահից հետո գնացել է ու խնդրել է մի մարդու, որպեսի դատարանում խոսի իր եղբոր դեմ։ Սաքոն այլևս որևէ արդարացում չի գտնում։ Նրա ներսում անասելի խառնաշփոթ է։ Նա հիմա ավելի քան երբևէ համոզված է, որ Նարեն իր դեմ ճակատում է։ Իր աղջիկը թշնամու բանակում է, ոչ մի հավատարմություն չունի իրենց ընտանիքի հանդեպ։ Սաքոյի համար սա դավաճանության գագաթնակետն է։ Վերադառնալուց հետո նա հանդիպում է Արմոյին։ Քաջիկի խոսքերը դեռ գլուխ են արձագանքում։ Սաքոն փորձում է հասկանալ, թե արդյոք Քաջիկը փորձել է ոստիկանությունում ինչ-որ բան բացահայտել, բայց ինչ-որ մեկը նրան խանգարել է։ Հարցնում է Արմոյին, արդյոք ինքը կամ իր հորեղբայրը կապ ունեն այդ պատմության հետ։ Արմոն էլ որոշում է բացահայտ խաղալ, խոստովանում է, որ այո, եղել է նման միջամտություն։ Ավելին, ասում է, որ ինքը շատ լավ տեղյակ է Սաքոյի գործած սպանության մասին ու թույլ չի տա, որ այդ ճշմարտությունը դուրս գա։ Միևնույն ժամանակ համոզում է Սաքոյին, թե իր դաշնակիցն է, փորձում է ամրապնդել նրա վստահությունը, որ թե հետագայում օգտագործի նրան իր իսկ պլանների համար։ Միաժամանակ Վռամը նկատում է, որ Սոնան իրեն զանգել է այն ժամանակ, երբ իր հեռախոսը Արմոյին մոտ էր ու զանգին պատասխանը եղել է։ Նա միանգամից զանգում է Արմոյին, պարզելու արդյոք ինքն է պատասխանել։ Արմոն փորձում է աննեմղ ձևանել ու ամեն բան հերքում է, բայց Վռամն արդեն իրեն չարաչար խաբված է զգում։ Արմոյի արձագանքներից ու շփոթված խոսքից հասկանում է, որ Արմոն մանիպուլացնում է իրավիճակը։ Երբ Արմոն փորձում է փրկել իր դիրքը, նա հորինում է մի պատմություն ու ամեն ինչ գցում է Սոնայի վրա, ասելով, որ իբր Սոնան է ամեն ինչում մեղավոր։ Հարգելի հետևորդներ, արդյոք Արմոյին կհաջողվի իրավիճակը շրջել Սոնայի դեմ։ Գրեք մեկնաբանություն։ Մար լսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Սև։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարիչին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը։ Ես չափեցի եւ հիմա դա ինքի սարսափելի քիչ 81 սանտիմետր։ 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղորդել հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց